Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ողջունում եմ Պոլիտիկեմ YouTube-յան ալիքի եթերում։ Ինչպես բոլորը տեղյակ եք, շաբաթներ առաջ Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այցը իհարկե կարևոր էր մեր պետության համար, բայց մյուս կողմից հասկանալով այս իշխանությունների առաջնահերթությունները եւ սրանց կառավարման որակը մենք գիտակցում ենք, որ այդ կարևոր այցից Հայաստանի համար գրեթե ոչինչ չի քաղվելու։ Մյուս կողմից այդ այցը ուղեկցվեց տեղեկատվական մանիպուլյացիաներով, կեղծիքներով, որի մասին չենք կարող չխոսել, այս ընթացքում մեր եթերում տարբեր առիթներով խոսել ենք, հիմա կոնկրետ մի դրվագի եմ ուզում անդրադառնալ, խոսքը ատոմակայանի վերաբերյալ իրենց այդ հայտարարությունների մասին է։ Մի կողմ թողնենք այն, որ սկզբում սրանք կեղծեցին, թե Միացյալ Նահանգները 9 միլիարդ ներդրում է անելու Հայաստանում։ Իրականությունը այն էր, որ Հայաստանը ոչ թե ներդրումներ է ստանալու Միացյալ Նահանգներից, այլ հնարավորություն է ստանում Միացյալ Նահանգներից գնել 5 միլիարդի միջուկային էներգիային առնչվող տեխնոլոգիաներ, այսինքն Հայաստանը դեռ պիտի 5 միլիարդ վճարի եւ հետագայում 4 միլիարդ էլ սպասարկման համար 9 միլիարդ, բայց գանք դրան կոնկրետ 5 միլիարդի մասով իրենք խոսում են մոդուլային ատոմակայանների մասին, այստեղ այս հարցը քննարկել եմ մասնագետների հետ միջև այս եթերը եւ այս մասնագետների խորհրդատվությամբ արձանագրված թվերի վրա հենվելով կխոսենք այս խնդրի մասին։ Ուրեմն նկատենք, որ Հայաստանում տարեկան արտադրվում եւ ծախսվում է 6.5 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, որի 40%-ը, այսինքն 2.6 միլիարդը տալիս է ատոմակայանը, Խորհրդային Միության տարիներին կառուցված, Խորհրդային Միության կողմից ժառանգություն թողնված ատոմակայանը, եւ դիցուք եթե փոխվում է կամ նոր ատոմակայան է բերվում, այսպես ասած մոդուլային ատոմակայան է բերվում, այդ մոդուլային ատոմակայանը, որպեսզի էներգետիկ համակարգում խնդիրներ չառաջանան, առնվազն պետք է այս ատոմակայանի փոխարինողը լինի, այսինքն ինքն էլ 40% էլեկտրաէներգիա մեր տնտեսության համար անհրաժեշտ արտադրի, որպեսզի էներգոհամակարգը լրջագույն խնդիրներ չունենա։ Այստեղ իհարկե մենք շատ մանրամասն չենք քննարկի նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մոդուլային ատոմակայանների կառուցման փորձ չունի, իր երկրի տարածքում որևէ նման ատոմակայան չի գործում եւ դուք կարող եք դա համացանցի բաց աղբյուրներից տեղեկանալ, եւ այդ մոդուլային ատոմակայանները եթե անգամ բերվեն Հայաստան, դրանք փորձարկվելու են, այսինքն ատոմակայանը առաջին անգամ այդ ձևի ատոմակայանը փորձարկվելու է Հայաստանում եւ ցանկացած լրջագույն խնդրի պարագայում մեր ամբողջ հանրապետությունը աղետի առաջ կարող է կանգնել, ասենք Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ թունավոր սունկ, եթե իհարկե Հայաստանում լինի։ Բայց գանք կոնկրետ թվերին, հա, ինչ ծախսի մասին է եւ ինչ պարտքի տակ են ուզում գցել ժողովրդին։ Ուրեմն վերջերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը թվեր հրապարակեց, եւ այդ թվերը վերցված էին բաց աղբյուրներից եւ հրապարակային, այսինքն 1 կիլովատ հզորություն ստեղծելու համար ամերիկյան առաջարկի դեպքում անհրաժեշտ է ծախսել $15,000, հա։ Եվ այս պարագայում, որպեսզի մենք ստանանք այն հզորությունը, որը ունի այսօրվա ատոմակայանը, մեզ անհրաժեշտ կլինի 5-ից 6 միլիարդ։ Այն թիվը, որ իրանք հրապարակել են 5 միլիարդ, բայց կարող է հասնել մինչև $6 միլիարդ։ Այդ պարագայում յուրաքանչյուր քաղաքացու կողմից 1 կիլովատ ատոմակայանի 1 կիլովատի համար փաստորեն պիտի վճարվի կամ ծախսարվի կամ պարտք վերցվի 867 դրամ։ 867 դրամ, եւ սա շատ էական ծախս է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ նման ատոմակայանի կառուցման համար արդեն ասվել է ամերիկյան կողմից, որ կառուցելուց հետո էլ եթե անգամ սպասարկվի 4-ից 5 միլիարդ էլ պետք է սպասարկման վառելիքի եւ այլ ծախսերի համար։ Այս թվերը ինչ ներկայացնում եմ, միայն ինքնարժեքի մասին է խոսքը, այնտեղ եկամուտները, շահութահարկը, չգիտեմ, ամորտիզացիոն ծախսերը ներառված չեն։ Հիմա նույն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի հրապարակած տվյալներով ռուսական տարբերակը կա ավելի էժան չինական տարբերակը, բայց ամենափորձարկվածը ռուսական տարբերակն է։ Ուրեմն 1 կիլովատ հզորություն ստանալու համար անհրաժեշտ կլինի ծախսել $3,000։
Այսինքն այն հզորության ատոմական, որ այսօր մենք ունենք, նման հզորություն ստանալու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի ծախսել 1.2 միլիարդ դոլար։ Այսինքն մոտավորապես 5 անգամ պակաս ամերիկյան առաջարկից, այսինքն 5 անգամ ավելի քիչ գումար կծախսենք եւ դա քաղաքացիների վրա 5 անգամ ավելի պակաս ծախս կարժենա։ Եվ նույնն էլ, երբ որ ինքնարժեքը որոշվի, այսինքն ռուսական տարբերակով բերված ատոմակայանի պարագայում էլեկտրաէներգիան 5 անգամ ավելի պակաս կթանկանա, քան ամերիկյան տարբերակի դեպքում։ Եվ այս դեպքում 1 կիլովատը քաղաքացու համար կարժենա 174 դրամ։ Հիմա փաստորեն հանրությունը ունի երկու տարբերակ, որ պիտի քննարկվի։ Ամերիկյան տարբերակը, որը փորձարկված չէ, ավելին կան դեպքեր, երբ օրինակ Յուտա նահանգում կառուցվում էր ատոմակայան, այս մոդուլային ատոմակայան, շինարարությունը դադարեցվեց, որովհետև ծախսերը չէին արդարացնում իրենց, այսինքն հասկանալի էր այդ կառուցողների համար, որ եթե սա կառուցվի, ավարտվի, իրենք չեն կարող մրցունակ էլեկտրաէներգիա արտադրել, չի վաճառվի այդ էլեկտրաէներգիան եւ այս պրոյեկտը կտապալվի։ Ուստի դադարեցրեցին կեսից։ Ուրիշ ատոմակայաններ դեռ կան փորձարկման, լիցենզավորման փուլում, այսինքն գործող ատոմակայան Միացյալ Նահանգներում չկա։ Ռուսաստանը ունի գործող ատոմակայաններ մոդուլային, դրանք բավական հաջող գործում են, ընդ որում ռուսական մոդուլային ատոմակայանները գործում են նաև նավերի վրա, եւ սա ինչ որ իմաստով կարելի է նմանեցնել power bank-երի։ Եթե որևէ պետություն, ծովափնյա պետություն էլեկտրաէներգիայի խնդիր ունենա, ռուսական այդ նավ power bank-ը կարող է մոտենալ ափերին, իրենք լարերով կմիանան այդ պետությանը կամ այդ քաղաքին եւ հոսանքով կապահովեն այդ բնակավայրը կամ պետությունը երկար ժամանակով։ Այսինքն ռուսական փորձը ակնառու եւ վերադառնանք էլի գնին, այսինքն 5 անգամ ավելի էժան առաջարկ կա։ Եվ հիմա հարց է առաջանում. ինչու են իշխանությունները գովերքում առնվազն փորձարկվածը մի կողմ թողնենք 5 անգամ ավելի թանկ պրոյեկտ ամերիկյան, երբ կա դրա 5 անգամ ավելի պակաս ռուսական պրոյեկտը, որը ռուսներն առաջարկում են ընդ որում։ Երկար տարիներ այս ատոմակայանի վերաբերյալ քննարկումների ժամանակ ռուսները մշտապես պատրաստակամություն են հայտնել այդ ծրագիրը իրագործել։ Այստեղ կա երկու տարբերակ։ Կամ Հայաստանի իշխանությունները խաբում են ամերիկացիներին, կեղծում են իրականությունը եւ ամերիկացիների հետ ստորագրելով այս հայտարարությունը որևէ ատոմակայան կառուցելու նպատակ էլ չունեն եւ նպատակ ունեն ստեղծել տպավորություն, որ ատոմակայան կկառուցվի, դա կարող է բերել նրան, որ ամերիկյան կողմից լավ աչքով կնայվեն ընտրություններից առաջ, այս տեղեկատվական քարոզչական ֆոնի վրա կարող են փակել գործող ատոմակայանը եւ հետո նոր ատոմակայան չկառուցել, հասկանալով, որ դա գերծախսատար է։ Այս տարբերակի դեպքում իրենք երկու խնդիր կլուծեն։ Նախ ընտրություններից առաջ Միացյալ Նահանգների բարեհաճությանը կարժանանան, եւ երկրորդ կբավարարեն Թուրքիայի երկար տարիների պահանջները, այն է հայկական ատոմակայանի փակման մասով։ Եվ կա երկրորդ տարբերակը, որ իրականում կփորձեն ատոմակայան կառուցել, էլի նպատակ ունենալով սիրաշահել ամերիկացիներին ընտրություններից առաջ, նրանց բարի վերաբերմունքին արժանանալ, որպեսզի ինչ ռեպրեսիաներ, կեղծիքներ, ինչ բողք էլ ուտեն ընտրություններին Միացյալ Նահանգները մի քայլ առաջ, երկու քայլ աջ, 3 քայլ ձախ գնահատի այդ ընտրությունների արդյունքները։ Եվ այս պարագայում պետությունը տանելու են ֆինանսական մեծ բեռի տակ եւ ամեն քաղաքացու հաշվով $3000 հասնող պետական պարտք ավելացնել, ըստ էության պարտքային գերության մեջ գցել Հայաստանին, այս պարագայում Միացյալ Նահանգների գերության մեջ, մյուս կողմից լավություն անել Միացյալ Նահանգներին, ասել է դուք զարգացած պետություն եք, ձեր ժողովուրդը աչքաբաց է, որպեսզի ձեր ժողովուրդը փորձանքի չգա, բերեք ատոմակայանը մեր ժողովրդի վրա փորձեք, այդ աշխատում է թե ոչ, ինչպես է աշխատում, ինչ թերություններ ունի, այսինքն չփորձարկված ատոմակայանը բերեք մեզ վրա փորձեք։ Սա պիտի իմանա ժողովուրդը եւ սրա մասին էր այսօրվա եթերը, որ ես ուզեցա խոսել
որովհետև անընդհատ տեղեկատվական է հոսքերի ֆոնին ժողովուրդը չի հասցնում բռնել էսմի մտքի ծայրը եւ դա ավարտին հասցնել, որովհետև օրվա ընթացքում այնքան տեղեկություններ են ցանց նետվում, մարդիկ չեն էլ հասկանում ով ներդրում պետք է աներ, ում պետք է ներդներ, ում հաշվին պետք է ներդներ, հա։ Հիմա մենք փորձում ենք դա բացել, որ ոնց որ ներդնելու են Հայաստանի իշխանություններին, հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների հաշվին, Միացյալ Նահանգների այսօրվա կառավարությանը լավություն անելու համար, բայց ի սկզբանե նպատակ ունենալով իրենց լավություն անել, իրենց վերարտադրությունը կազմակերպելու համար։ Սրա մասին եմ ուզում խոսել, ավարտեցինք թեման, կարող եք ձեր կարծիքները գրել մեկնաբանությունների բաժնում, բայց բոլոր թվերը, որ ես հրապարակեցի, բաց աղբյուրներում կա, ինքներդ էլ կարող եք մտնել եւ ստուգել, ինքներդ կարող եք բացել Վիկիպեդիան, տեսնել այն ցանկը մոդուլային ատոմակայանների, այն պետությունների ցանկը, որոնք զբաղվում են այդ հարցով, Միացյալ Նահանգները որևէ ձեռքբերում չունի այդ ոլորտում։ Այո, լիցենզավորման փուլում կա, դեռ աշխատանքներ կան, որ տարվում են, բայց գործող ատոմակայան չկա։ Եվ կա այդ դաշտում Ռուսաստան, Չինաստան, որ ունեն նման նախագծեր, Ռուսաստան արդեն մի քանի աշխատող նախագիծ ունի։ Այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը։